Ողջույն։ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչև 2020 թվականի մարտ ամիսը հրապարակ լցնելու խնդիր Նիկոլ Փաշինյանը չի ունեցել։ Նրա մի կոչով հավաքվել են հազարավոր մարդիկ։ Նրա մի կոչով պետական ինստիտուտներ են պաշարվել, խախտվել սահմանադրական նորմեր։ 2020 թվականից սակայն նրա համար հրապարակ լցնելը մեծ պրոբլեմ էր, իսկ պատերազմից հետո գրեթե անհնար։ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին 2020-ից հետո տարբեր լրագրողական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ հավաքվում է բերման ենթարկվելու արդյունքում։ Իհարկե ոստիկանները չեն փռում ասֆալտին ու բերում հանրահավաքի, բայց հորդորով, սպառնալիքով, աշխատանք կորցնելու վախից եւ այլ բաներից դրդված մասնակցում են։ Այս առումով երեկվա հրապարակումը որքան էլ աղմկահարույց էր, բայց նորություն չէր։ Ուղղակի մեր իմացածը հիմնավորվեց պաշտոնապես։ Ինչ է տեղի ունենում։ Էկոնոմիկայի նախարար նախկին հանրապետական ներկայում ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը հետքի լրագրողին գծում է Facebook-ում ՔՊ-ի ներքին չաթ։ Խումբը ունի 850-ից ավելի անդամ։ Փաշինյանը, ՔՊ ղեկավարությունը, падգամավորներ, նախարարներ, մարզպետներ եւ այլն։ Լրագրողը ուսումնասիրում է, թե ինչ են քննարկում ու բացահայտում է։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանի ավականու ընտրություններում ՔՊ-ի գլխավոր հանրահավաքներ, որին ընդառաջ Նիկոլը խմբում խնդրում հրահանգում է, որ ով քանի հոգու կարողանում է, բերի հանրահավաքին, ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ, համախոհներ եւ այլն, ապացուցելու բան ունեն։ Ու ՔՊ-ական պաշտոնյաները կիսվում են իրենց փորձով, թե ով քանի հոգի կարող է բերել։ Երևանի ավականու ընտրություններում Նիկոլի ինչին էր պետք մարզերից մարդ հավաքել։ Ընդամենը 2 օր առաջ հիշեցրել էի այդ տեսարանը։ Ում մոտենում էր լրագրողը, պարզվում էր Վանաձորից է, Արտաշատից է, Գյումրուց է, Ավինյանին աջակցող երևանաբնակ ընտրող չկար։ Նիկոլն ասում է մարզպետներին մարդ բերեք, բայց վարչական ռեսուրս չօգտագործեք։ Խիստ կասկածում եմ, որ այդ մարդիկ, եթե պաշտոնյաներ չլինեն, կարող են իրենցից բացի այլ մարդու ներկայություն ապահովել։ ՔՊ-ական մարզպետը կարող է մարդ բերել, կամ քաղաքապետը, կամ նախարարը առանց վարչական ռեսուրսի։ Վստահ եմ, որ ոչ։ Երբ Նիկոլը դիմում է այդ մարդկանց, արդեն վարչական ռեսուրսի չարաշահում է դա իր կողմից, բայց ուշագրավ է, որ հանրապետության ողջ տարածքից բերման ենթարկելով հպարտ քաղաքացիներին կարող էր ընդամենը կարողացել էր 5-6 հազար մարդ հավաքել։ 850 հոգանոց չաթում գրում է, որդ քանի հոգի կարողանում եք բերեք ու հավաքվում է այսքան մարդ։ Մի քիչ ավելի։ Եթե ընդունենք, որ չաթում բոլոր գտնվողները մարդ են բերել, ստացվում է, որ Նիկոլի հանրահավաքին չբերված մարդ չի եղել։ Իսկ քանի չաթ կա ՔՊ-ում։ Կարող է Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավում կոնկրետ սեպտեմբերի 8-ին նոր-նորքի հավաքում։ Ավինյանն էլ իր ներքին չաթում է նման հրահանգ տվել։ Բլոգեր Արթուր Չախոյանը, ում մոտենում էր մանկապարտեզի, դպրոցի, մշակույթին հիմնարկի աշխատողային ցուցակով բերվել։ Հետաքրքիր է, Նիկոլենց չաթում ընտրությունների ժամանակ ինչ քննարկում էր, ինչ հրահանգներ էր տվել Նիկոլը, ինչքան մարդու էր հրահանգել բերել քվեարկության, ինչ մեթոդներով բերել։ Թե ինչպես եղավ, որ չունենալով աջակիցներ, որոնք կգային հանրահավաքների, Ավինյանը հավաքեց այդքան ձայն, թե ինչպես եղավ, որ ունենալով ավելի քիչ քվե, քան ընդդիմություններ, Ավինյանը ստացավ քաղաքապետի պոստը, դրա պատասխանն էլ կարծում եմ պետք է փնտրել ՔՊ-ի այս չաթում, Նիկոլի իր սատելիտ կուսակցությունների հետ ներքին այլ չաթերում։ Իսկ 2021-ի ընտրություններին ինչ հրահանգներ է եղել։ Իսկ Գյումրու ընտրություններում ինչ հրահանգներ է եղել։ Իսկ այն, որ ՔՊ-ն ավելի շատ փող ծախսում է մյուսների հակագովազդի, քան իր գովազդի վրա, դրա մասին ինչեր են քննարկել իրենց փակ խմբերում։ Վաղը եկեղեցու դեմ ակցիաները պլանավորում Նիկոլ Փաշինյանը։ Հետաքրքիր է, այդ փակ խմբերում էլ է գրելու, որդ քանի հոգի կարողանում եք բերեք բազմամարդություն եւ էներգետիկան ապահովելու համար։ Թե Նիկոլը մի հատ էլ առանձին աղանդավորների չաթ է ղեկավարում, այնտեղ է տալիս եկեղեցու դեմ հրահանգները։ Սա հարցի քաղաքական կողմն է, բայց այն ունի նաեւ իրավական կողմ։
Այն ինչ արել են ՔՊԱ-ականների 850 հոգանոց փակ խմբում նախատեսված է քրեական օրենսգրքով։ Ուր են գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։ Այսօր լուր կարդացի, որ Նաթան Սրբազանը հարցաքննվել է քննչական կոմիտեում։ ՔՊԱ-ականները ձայնագրություն էին տարածել, թե կարգալույծ եղած Աբեղան Սրբազանին բողոքում է, թե վեհափառը պարտադրում է իրեն ընտանիքի անդամների հետ մասնակցել մեղքի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Նույն օրը հարուցվեց քրեական գործ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը եւ այլն հոդվածով։ Նմանատիպ գործով կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը։ Նիկոլենց ՔՊ-ի փակ խմբի գործով ուր է հանրային քրեական հետապնդումը։ Եկեղեցու պարագայում 2 հոգու խոսակցություն էր, ՔՊ-ի պարագայում 850։ Սա ՔՊ-ի մասնակցությամբ հերթական կուսակցական կոռուպցիոն նյութն է, որի մասին դարձյալ քրեական հետապնդում չի լինելու։ Նախորդները վերաբերում էին կասկածելի դրամահավաքներին, վստահեցնում են, որ եթե ընդդիմադիրների այսպիսի չաթ լիներ ու քննարկեին միտինգին մարդ բերելու հարցը, բազմաթիվ կալանքներ կհաջորդեին, անգամ իրենց սարքած ձայնագրությունների հիման վրա են կալանք տալիս սրանք։ Սա է երկակի ստանդարտը, որը Հայաստանի այս իշխանությունը լավագույնս իրականացնում է ու որի առկայությունը շատ է զռում ու զզվացնում է արդեն։ Քաղաքացիները նիկոլական դատավոր Դանիբեկյանին հարցեր են ուղղում, նրա համար ոչ դուրեկան, կալանավորում են, ոչ նիկոլական դատավոր Նիկողոսյանին սպառնում են, քրեական գործ չի հարուցվում։ Բարձրագույն կրթություն չունեցող ՔՊԱ-ականին դարձնում են պատգամավոր, իսկ բարձրագույն կրթություն ու մասնագիտական որակավորում ունեցող ոչ ՔՊԱ-ականին չեն ընտրում պետական անկախ հանձնաժողովում որպես անդամ։ ՔՊԱ-մերձ դատավորը դատական ակտը չի տրամադրում, ոչինչ չեն անում։ ՔՊ ոչ սիրելի դատավորը չի հրապարակում, չի տրամադրում, ազատում են աշխատանքից, գործից հանում են։ Սերժի ժամանակ ընտրություններում մեկ հասցեում 25 հոգի գրանցվում էր, համարում էին ընտրությունները կեղծվել են։ Նիկոլի ժամանակ մեկ հասցեում 175 ընտրող է գրանցվում, ընտրությունները ազատ են, արդար են ու թափանցիկ։ ԱԱՑ ու ՀՔՑ պետերն ու Նիկոլը որոշում են Քոչարյանին կալանքի տանել, քրեական գործ հարուցվում է այդ մասին հայտնողի գաղտնալսողի նկատմամբ։ Հոգևորականներին գաղտնալսում են, քրեական գործ է հարուցվում հոգևորականների նկատմամբ։ Ընդդիմադիր ավականին նիստի չի մասնակցում, հեռացնում են։ Իշխանականը չի մասնակցում, ոչինչ չեն անում։ Սևանի ափին առանձնատուն սարքելու համար ընդդիմադիրի նկատմամբ քրգործ են հարուցում, ՔՊԱ-ական դեպուտատի դեմ ոչ, Երևանի քաղաքապետի հոր դեմ ոչ։ Դե երևի կասի այդ համբալներն ով են, որ իմ դեմ գործ հարուցեն։ Կարճ ասած, երբ Նիկոլը որևէ ակցիա է անում, կլինի հավաք, կլինի շոու, խաղաղության խաչմերուկի մասին, իրական Հայաստանի մասին, կրթությունը նորաձև է եւ այլ կրկեսների մասին, համայնք այց, այսպես կոչված չնախատեսված կանգառ որևէ գյուղում ու մասնակցում են ձեր աչքին անսովոր թվով շատ մարդիկ, հիշեք ժողովուրդ, որ դա կազմակերպվել է 850 հոգու մասնակցությամբ ներքին չաթում հրահանգներով։ Վստահեցնում եմ, եթե Նիկոլը մի հանցանք անի ուղիղ եթերում, չհավատակ, թե նրա դատախազության գծով օգնական Աննա Վարդապետյանը, ներքին գործերի գծով օգնական Արփինե Սարգսյանը, ՔՊԱ-ականների իրավունքների գծով օգնական Անահիտ Մանասյանը, քննչական կոմիտեի գծով օգնական Արթուր Պողոսյանը մատը մատին կտան։ Մատը մատին չեն տվել 5000 զոհերի դեպքում, մատը մատին չեն տվել 12000 քառակուսի կիլոմետր հանձնելու դեպքում, մատը մատին չեն տվել պետական բյուջեն մսխելու եւ բազմաթիվ այլ դեպքերում։ Սրանք ընդամենը փաստեր են հաջորդ իշխանության ձեռքին։